Նախագծի հետ կապված առաջին նախագծի երկրորդ քաղաքացիների ընտրության իրավունքի սահմանափակման հարցերում, եթե 6 ամիս ճիշտ եմ հիշում, այստեղ չի ապրել։ Դուք այս ամենը նախագիծը հիմք ընդունելով կամ առաջարկելով ո՞րն եք դրել հիմքը, պատճառը, որովհետև պետք է որ տվյալներ լինի այս ընտրությունների ժամանակ, օրինակ քանի քաղաքացի է եկել դրսից, որը անհանգստացրել է կառավարության, իշխանության, իշխող ուժին, հիմք կա տակը դրած, քանի քաղաքացի է եկել, որը սպառնալիք է եղել այսպես ճակերտավոր։ Նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք չեն։ Երկրորդը նախաձեռնությունը պատգամավորական նախաձեռնություն է եւ կառավարությունը առաջարկություն է ներկայացրել նախագծի մասով։ Տրամաբանությունը հետևյալն է նախագծի, որ ընտրական process-ին ընտրելու իրավունք դրա շրջանակներում ընտրելու իրավունք վերապահվի մեր այն քաղաքացիներին, որոնք ցույց են տալիս իրենց մշտական եւ կայուն կապը պետության հետ, իսկ դա հնարավոր է օրինակ եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելով եւ այստեղ մշտական բնակություն ունենալու ըստերության։ Ընդ որում այս առումով բազմաթիվ են տարբեր փորձերը նաև միջազգային պրակտիկայում, որոնք որ ռեզիդենտության կանոնը որպես այդպիսին նախատեսում է տարբեր process-ների շրջանակներում։ Դուք գիտեք, որ օրինակ առողջության ապահովության process-ի շրջանակներում եւս ռեզիդենտության կանոնը կա, եւ նմանատիպ մոտեցումները նաև մեզ թույլ են տալիս մտածելու, որ տվյալ անձը այստեղ բնակվելով ունի կայուն եւ մշտական կապ Հայաստանի Հանրապետության հետ եւ հետեւաբար ավելի լայն ծավալով պիտի օգտվի բոլոր իրավունքներից, որոնք որպես փաստ ընդունել այս նախագծի համար, որտեղ պետք է ինչ-որ բանից անհանգստանայի, որ նախագիծ լիներ նման։ Նախագիծը կարող է միտված լինել ժողովրդային իշխանության մասով ավելի ճշգրիտ լուծումներ նախատեսելուն եւ պարտադիր չէ, որ ինչ-որ մի բանից ինչ-որ մեկ անհանգստանա, որպեսզի այս process-ը լինի։ Այս նախագիծը հանրային պահանջի արդյունք է, որովհետեւ մի քանի ամիս շարունակ մեր քաղաքացիները անընդհատ բարձրաձայնել են նաեւ այս հարցը, որ պիտի անդրադարձ կատարվի ընտրական իրավունքին եւ հասկանանք թե որ քաղաքացիներն են, որոնք որ պիտի մասնակցեն ընտրությանը, եւ ես իմ խոսքում էլ նշեցի, որ ժողովուրդը որպես իշխանության կրող եւ անձինք որպես նաև ընտրական կորպուսի, այսինքն տվյալ ընտրությանը մասնակից, նրանց ծավալները կարող են տարբերվել, որովհետև օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ դուք կարող եք լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն հիմնական մուտքային պայմանը կա, բայց դու կարող ես օրինակ չբավարարել տվյալ տեղական ինքնակառավարման մարմնում մշտական բնակության հաշվառման ընդհանուր առմամբ կանոնին եւ հետեւաբար չընդգրկվես ընտրություններում ընտրացուցակներում որպես քվեարկելու իրավունք ունեցող անձ։ Եվ սրանով է նաև բացատրվում, որ այս երկու եզրույթները իշխանության կրող որպես ժողովրդի ներկայացուցիչ եւ ընտրական կորպուսի մասնակից դրանք իրարից պիտի տարանջատեն եւ այս նախագծով ըստ էության առաջարկվում է մշտական բնակության ցենզ նախատեսել նաև համապետական ընտրությունների ժամանակ։ Կառավարության առաջարկն այն է, որ այն լինի пассив ընտրական իրավունքի կեսի չափով, այսինքն 2 տարին վերցնեն որպես չափանիշ եւ դրա շրջանակում եթե անձը 1 տարի մշտական բնակություն ունի Հայաստանի Հանրապետությունում, ապա կարողանա մասը կազմել սկզբում նախնական, ապա վերջնական ցուցակների եւ գնալ քվեարկության։ Կարծում եմ սա եւս մեկ կարևոր քայլ է իրական ժողովրդի իշխանության երաշխավորման, ընդ որում ես ուզում եմ նաեւ ցրել բոլոր այն մտահոգությունները, որոնք կարող են կապված լինել նաև Սփյուռքի հետ, որովհետև նմանատիպ հարցեր քննարկվեցին։ Դու կարող ես օրինակ այս ընտրությունների ժամանակ բավարարել ցենզին մասնակցել, հաջորդ ընտրության ժամանակ օրինակ չբավարարել ցենզին եւ չմասնակցել, այսինքն այն ունի վերականգնող բնույթ որպես այդպեսին եւ յուրաքանչյուր անձ եթե ցանկանում է մշտական եւ կայուն կապ ունենալ Հայաստանի Հանրապետության հետ եւ իրացնել իր այդ քաղաքական իրավունքը, կարող է այստեղ բնակվել եւ իրացնել եւ չընտրելը կոնկրետ process-ի շրջանակներում դեռևս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է իր այդ քաղաքացուց։ Ընդհանրապես կառուցակարգեր են, որոնք միտված են ընտրական process-ը իրական ժողովրդի իշխանության տրամաբանության մեջ ամրապնդել։ Տիկին նախարար, այսինքն այս նախագիծ ընտրություններից հետո հապճեպերվեց, որպեսզի հանրակրվեին արդեն իսկ ընդունված լինի եւ այդ փոփոխությունները գործեն։ Հապճեպ չի բերվել, քարոզարշավի ընթացքում բազմաթիվ են եղել դիտարկումները, որ այսպիսի օրենսդրական պահանջ ըստ էության կա, հանրային ակնկալիք կա եւ վարչապետը եւս անդրադարձել է այս թեմային եւ քանի որ քարոզարշավն ավարտվել է, ընտրություններն ավարտվել են, պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի իրացնեն այն հանրային ակնկալիքը, որը որ գեներալ։ Նկատի ունեմ արտահերթով է էլի բերվում, ոչ թե չեն սպասել նոր ձևավորվող ազգային ժողովով նոր այս հարցը բերել օրակարգ։
Կարծում եմ այդ հարցը падգամավորներին պիտի ուղենք, որովհետև իրենք են նախաձեռնության հեղինակները։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ արտահերթով քննարկվում է նախագիծը։ Գործընկերները հասցրել են նաև հանրային քննարկում կազմակերպել նախագծի շուրջ, կան հիմնական մտքեր փոխանակված, տեսակ որ նիստի շրջանակներում նաև անդրադարձ եղավ հակասահմանադրականության թեզին վերաբերող հարցերին եւ այսպես շարունակ, այսինքն դեռևս քվեարկությանը չենք հասել, կա կարծիքների փոխանակման հնարավորություն, վստահ եմ, որ արտահերթ նիստի շրջանակներում եւս կլինեն դիտարկումներ եւ եթե падգամավորները նպատակահարմար համարեն այս կամ այն առաջարկի ընդունումը, ապա վերջնական քվեարկությանը կդնեն այդ Տիկին նախարար, մի ողբերգական դեպքի եմ ուզում անդրադառնալ, ինչ տվյալներ ունի այս պահին կլան այն Սուրենավանում, որտեղ ունեցավ 4 հոգի մոխրացել էին մեքենան, վարկածներ կան, ինչի հետևանք է եղել, ինչ կարող եք ասել։ Իհարկե դեռևս փորձաքննության արդյունքներ չունենք եւ վաղը որևէ վերջնական գնահատական տալ, բայց նախնական տվյալով ուզում եմ ասել, որ գազի արտահոսքի հետ գործ ունենք ըստ էության, որովհետև ունենք նաև որոշակի ապացույցներ, որոնք որ վկայել են, որ հենց դա է եղել պատճառը, կսպասենք փորձաքննության արդյունքներին, արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ կոչ չունենք։ Եվ քանի որ կառավարության կազմն է ձևավորվում, արդեն եղել է խոսակցություն ձեր եւ պարոն Փաշինյանի միջև, դուք մնում եք ձեր պաշտոնին, թե փոխարինողներ է փնտրում Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանված ժամկետում կան նշանակումներ եւ հանդես կգա հայտարարություն, այլ ասելիք չունի։ Ուզում եք մնալ պաշտոնավարել։ Այս պայմանությամբ զբաղեցնում եմ ներքին գործերի նախարարի պաշտոնը, այսքան։ Տիկին նախարար եւ կապված այս նախագծի հետ արդյոք արտահերթ ընտրությունների խոսակցություններ կարող են լինել, որպես ընդդիմությունը նաեւ այդպես էր մեկնաբանում։ Նմանատիպ խոսակցություններ այս պայմանությամբ չկան, կայացել է մեր հերթական ընտրությունները եւ ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, կան ձևավորված արդեն ընտրական process-ի շրջանակներում ուժեր, որոնք որ անցել են խորհրդարան, հնդածից նաև սահմանադրական դատարանն է դիտարկում բողոք եւ կարծում դրանով եզրափակվի մնացյալ հարցերի հետ կապված որևէ քննարկում չկա այս բանը։